ինչ է արվում, կարող եք ասել, ծնողները ուզում են լսել։ Ուրեմն կատարում են քննչական գործողություններ, որի պատասխանը ես չեմ տալիս, այլ քննչական կոմիտեն է տալիս։ Բայց որոնողական աշխատանքներ որպես այդպեսին Որոնողական աշխատանքներ ներկապային չեն կարող կատարվել, բայց ես չեմ կարող արդյունքի մասին այս բան խոսել, որովհետև հստակ քննչական կողմը թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ։ Ես չեմ կարող ձեր հարցերին հստակ պատասխան տալ։ Բաքու են գնում, գալիս, խաղաղության մասին են խոսում, բայց Մի վարքան խնդրում եմ, էլի մեկ-մեկ խոսեք, որ կարողանամ պատասխանել ձեզ, լավ։ Հումանիտար հարցի լուծման համար ինչու չեն խոսում, ինչու այդ առումով արդյունք չունենք, հա։ Հիմա դուք ուզում եք պատասխանեմ ձեզ ինչու չեն խոսում, թե ինչու արդյունք չունեն։ Եվ ինչու չեն խոսում, եւ ինչու արդյունք չունեն։ Ես չեմ կարող ասել, որ չեն խոսում, որովհետև նման հարցերը Ծնողը ես ինչ ասեմ։ Ուրեմն ես ասեմ, այն ամենը ինչը կատարվում է, դա պարտադիր չի, որ հրապարակային լինի, եւ եթե դուք արդյունք չեք տեսնում, դա չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա։ Ծնողներին էլ չեք ասում, որ Եթե կատարվում են քննչական գործողություններ, դրանց որոշակի հատվածը չի հրապարակվում։ Թե ինչ է կատարվում, դրա պատասխանատուն ես չեմ կարող ձեզ հստակ պատասխաններ տալ։ Մի հատ հարց։ Քննչական բաժնին եք ասում եք ներկայացրել եք իրանց, թղթերը իրաց ձեռնն է։ Մոտիկանում եք քննչական բաժնին ասում գնացեք կառավարություն։ Կառավարությունից զարգում են ազգային անվտանգություն։ Մունք տրել ենք ինչ։ Ես ձեզ հարգելի քաղաքացի, ես իրականում կիսում եմ ձեր ցավը, բայց ամեն դեպքում ձեզ ուզում եմ ասեմ, որ կառավարությունը մշտապես գտնվում է։ Չի մտածում կառավարությունը այդ հարցով, չի մտածում։ Խոսենք, եկեք ես ձեզ ասեմ, եկեք արդարացի լինենք, որովհետև բազմաթիվ անգամներ մեղադրանքներ են հնչեցվել կառավարության հասցեին, բայց ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարությունը մաքսիմալ ջանքեր է գործադրում, որպեսզի այդ հարցը հնարավորինս շուտ փակվի եւ մի վարքան խնդրում եմ Տիկին ջան, խնդրում եմ կթողեք ես պատասխանեմ։ Հավատարմագրեր էր ներկայացրել։ Տիկին ջան, դուք հիմա ուզում եք հարցի պատասխան ստանալ, թե ուզում եք մենք բանավիճ ենք։ Ես չեմ ուզում, որովհետեւ այստեղ սուտ հնչի։ Մակի Գրասենյակի հանձնակատարը 5 ամիս հետո ինձ փոխանցել է, որ ոչ Նիկոլ Փաշինյանը եւ ոչ Ալեն Սիմոնյանը իրեն անգամ չեն տեղեկացրել, որ Հայաստանում կան անհետ կորածներ։ Հավատարմագրերը 5 ամիս հանձնած է եղել եւ այդ տիկինը, որին մենք հիմա գնալու ենք այցելության, Ռուզանա, ինձ տեղեկացրել է, ես դա հրապարակավ ասել է, որ որևէ մեկը իրեն չի տեղեկացրել, որ Հայաստանը այս ողբերգության առաջ է կանգնած, այս ծնողները։ Եթե դուք պետք է խոսեք, եկեք ես չխոսեմ, դուք խոսեք։ Եթե ես պատասխանում եմ, խնդրում եմ ինձ մի ընդհատեք։ Երբ ես խոսում եմ, դուք ինձ մի ընդհատեք։ Ուրեմն շարունակեմ։ Կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների եւ զոհված ծնողների կողքին, մաքսիմալ կերպով բոլոր հարցերով աջակցում են իրենց։ Իհարկե հնարավոր է նաեւ դժգոհություններ, դա բնական է, դա նորմալ է, որ ծնողը չունենալով հստակ պատասխան իր զավակի գտնվելու վերաբերյալ հայտնում է իր դժգոհությունը, բայց դա դեռ չի նշանակում, որ կառավարությունը որևէ կերպ չի աջակցում եւ ոչինչ չի անում նրանց գտնելու համար։ Տեսել եք, դուք էստեղ եք, ես խնդրում եմ ասեցին, դուք քայլ տեսել եք արված Չկարված։ Ոչ մի քայլ։ Բա ինչ են ասում։ Ստից որևէտև։ Հստակ հիմա հարց եք տալիս, հստակ պատասխան եք պահանջում։ Ես պետք է կոնկրետ հավաքեմ որոշակի տվյալներ, այդ ժամանակ ես կտեղեկացնեմ ծնողներին։ Տեսեք, երբ որ օրինակ այդ տարածքով ծորեն են վերում տանում։ Ես նման հարցերին եկեք չպատասխանեմ, լավ։ Չէ, խնդրում եմ քաղաքական հարցերից մի վարքյան ես ասեմ, ես քաղաքական գործիչ չեմ, ինձ քաղաքական հարցեր մի տվեք հստակ հարցեր, որոնք վերաբերում են այդ ոլորտին։ Ձեզ համար այս ծնողների ձեզ համար ավելի քան այս ծնողների ցավը պիտի շոշափելի լինի, որովհետև դուք էլ գիտեք, ես մշտապես իրանց հետ եմ։ Դուք էլ կորուստ եք ունեցել։ Հիմա որքանով է ձեզ համար ընդունելի, որ տարիներ շարունակ այս մարդիկ իրենց երեխաներից որևէ լուր չունեն, չեն կարողանում հասնել նրան, որ որոնողական աշխատանքները շարունակվեն։ Եկեք ես իմ անձնական կարծիքը ընդունելի լինելու եւ չլինելու մասին չասեմ, որովհետեւ մենք խոսում ենք հստակ դեպքերի վերաբերյալ։ Հստակ ես ձեզ եւս մեկ անգամ ասում եմ եւ պնդում եմ, որ կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների եւ զոհվածների ծնողների կողքին եւ միանշանակ կարող եմ ասել
գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցերը մի րոպե ավելի շուտ ավարտվեն։ Ասում եք կառավարությունը ծնողների կողքին է, բայց ծնողները, բազմաթիվ ծնողներ ուզում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչու՞ չի ընդունում։ Ուրեմն ես մի բան ասեմ։ Հարցերին չի պատասխանում։ Մեկ էլ մի հարց էլ Ես ասեմ, Պատասխանի էլի։ ժամանակ առ ժամանակ կառավարությունում վարչապետը անձամբ ընդունում է ծնողներին։ Ես այդ զրույցում ասում եմ, Դե ես չեմ կարող ասել, եթե դուք ուզում եք մենք ես ձեզ պատասխանեմ, Մտնենք վարչապետի մոտ չի ընդունել մեզի։ Լսեցիք ծնող է խոսում։ Լսեցիք ծնող է 3000 Ամիս առաջ։ զոհված մի վարքյան 3800-ից ավել հարգելի քաղաքացիներ, ես ասում եմ ընդունում է 3800-ից ավել զոհված տղեկ կան, ում ծնողներին բոլորին պարզ է, որ հնարավոր չի։ Նույնն է, բան տարբերություն չկա։ Չէ, մի վարքյան, եթե հանդիպումը ինքնանպատակ չի, եթե հանդիպումը հարգելի քաղաքացի, Շատ է դիմել, ինչու չի ընդունել այս ծնողին։ եկեք ես եզրափակեմ, որովհետև Ինչու չի ընդունել։ Տիկին Ռուզաննա, ես ձեզ ասեմ, էլի, եթե դուք ուզում եք մենք բանավիճենք, ես դրա ժամանակը չունեմ։ Եթե հարց եք տալիս, եթե դուք հարց եք տալիս, լսեք պատասխանները։ Ձերբակալելու եմ քո տղային ու ձերբակալելու ընդունել է։ Այդ մասին խոսեց Արսենի մայրը դատախազության շենքի առաջ։ Չեն Անետ Կորացի ծնողները վարչապետի մոտ հանդիպման եղել։ Մեկ ամիս առաջ են եղել։ Եւ ասել է ձերբակալելու եմ քո տղային։ Արսենի մայրը դատախազության շենքի առաջ ասեց ու ձերբակալեց իր տղային։ Մենք գիտենք, որ ընդունում է եւ ինչպես է ընդունում։ Ասեք։ Մի հարցեր ունեմ։ Նախկինում Աբազյանը ակտիվորեն մասնակցում էր այս աշխատանքներին ծնողների հետ միասին։ Հիմա ինչ արդյունք ունենք նորից ազգային անվտանգության ծառայություն Ոչ մի բան։ Աբազյանը այդ հարցերով զբաղվելիս եղել։ Եկեք ես գնամ, դուք իրանց հետ խոսեք, լավ, հաջողություն։ Չմի գնացեք, Եթե հարց եք տալի, խնդրում եմ, թույլ տվեք ես պատասխանեմ։ Ուրեմն ոչ մի Պարոն Աբազյանի հանդեպ ես մեծ հարգանք ունեմ, սակայն ինքը գործել է վարչապետի հետ համատեղ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնարարել է ԱԱԾ տնօրենին, որ զբաղվի այդ հարցերով եւ գործում է հանձնաժողով, որի ղեկավարը ԱԱԾ տնօրենն է։ Չանձնավորենք Աբազյանը կլինի թե այլ անձ կլինի։ Վարչապետի հանձնարարությամբ է կատարվում, ոչ ոք առանց վարչապետի հանձնարարության եւ թույլտվության չի կարող ինքնագլուխ գործողություններ գործել Հայաստանի Հանրապետությունում եւ զբաղվել անհետ կորածների գործերով։ Բոլոր անհետ կորածների գործերով զբաղվող բոլոր գործիչները քաղաքական եւ բոլոր պետական կառույցի ղեկավարները միանշանակ զեկուցում են վարչապետին այդ մասին։ Մի վարքյան խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ։ Խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ։ Մի բարձրացրեք ձեր տոնը։ Դե խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ, մի ընդհատեք ինձ։ Եվ հարցին հավելում։ Հաջողություն ձեզ։